Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային սեանսը, որին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող մարդիկ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Լևոն Արոնյանն արդեն 3-րդ անգամ մասնակցում է սպորտը հանուն հավասար հնարավորությունների ակցիային, այդպիսով միանալով հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին։ Մարդիկ մեզ նայում են և մեր խաղերը գիտեն և մենք մի ձևով փորձում ենք դա իրանց հետ տալ այդ ջերմությունը, որը մենք մեր մեջ ունենք և հաշմանդամներն մեր հասարակության կարևոր մասնիկն են և ես մեծ հույսեր եմ կապում, որ իրենց կյանքում Հայաստանում հեշտանա։ Սեանսի մեկնարկը տրվեց, Արոնյանը սկսեց կատարել շախմատային առաջին քայլերը, երբեմն դրան կատարում էր շատ արագ, երբեմն էլ մի փոքր մտածում։ Խաղի ընթացքում քայլերը չէր մեկնաբանում, նշելով, որ շախմատը առավելագույն ուշադրություն է պահանջում։ Մրցաշարի մասնակիցների համար այս դեպքում նույնիսկ պարտվելն էր հաճելի։ Ինչ ակնկալիքներ ունես այսօր։ Պարտվել։ Եթե ես կարողանամ իր հետ խաղալ, ուրեմն ես շախմատի մի փուլ էլ անցած կլինեմ, ավելի լավ փորձեմ խաղալ։ Այսօր եկել եմ տրամադրված, որ Արոնյանին կարողանամ որոշակիորեն արդեն շեղել եմ, կարծում եմ ինքը խաղերում ինքը որոշակի այդ կոնդենսացիան կկորցնի ու պարտություն։ Այո, այդպիսի հույսերով եմ ես եկել։ Հույսերով երկար խաղամ։ Շատ էական է, այն իրազեկություն է բարձրացնում, վերաբերմունք է փոխում մարդկանց նկատմամբ, այսօր մեր երկրում ամենամեծ խոչընդոտը դա վերաբերմունքի խոչընդոտն է։ Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության հաշմանդամարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ շուտով հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությամբ կմեկնարկեն նաև ֆուտբոլի, թենիսի, բոուլինգի մրցաշարերը։ Կարծում եմ, որ այս տարի ֆուտբոլի մրցաշարում ավելի շատ կլինեն նման մարդիկ, հեղինակավոր մարդիկ։